Մերժիր Սերժինը ձեր սլոգաններ, իսկ Քայլարան վարչապետի սլոգաններ, այսինքն տարբեր թիմեր էիք աշխատում ու դուք իրար հետ չէիք համագործակցում։ Չէ։ Ես շատ լավ հիշում եմ, որ մարտի 1-ին գնացինք եւ հարգանքի տուրք մատուցեցինք զոհված մեր քաղաքացիների համար եւ հետո ես Մարիա Կարապետյանը, Արեն Մկրտչյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը եւ ամուսինս եւ Դավիթ Հովանեսյանը, ում գուցե չճանաչեք, ճանաչում եք, միասին գնացինք եւ սրճարան Կասկադում, շատ լավ հիշում եմ, եւ խոսում էինք նրա մասին, որ գալիս են պահ, որ Սերժ Սարգսյանը կընտրվի վարչապետ, արդեն նոր ուրեմն սահմանադրությամբ եւ մենք ինչ պետք է անենք, պետք է արդյոք հաշտվենք այս իրողության հետ, բայց ես վստահ էի, որ սեղանի շուրջ կոնսենսուս կա, որ ոչ, եւ պետք է ինչ որ մի բան փորձել նախաձեռնել։ Եվ ունենալով շատ ցածր ակնկալիքներ, ինչ կարող է դուրս գա այս մեր նախաձեռնությունից, հաջորդ օրը իսկույն հավաքվեցինք եւ սկսեցինք մտածել քննարկումներ։ Ամեն երեկո հրավիրում էինք հասարակության տարբեր ներկայացուցիչների, հրավիրում էինք, քննարկում էինք եւ ընտրում էինք սլոգաններ, փողոցային պայքարի ձևեր։ Եվ ես շատ լավ հիշում եմ, որ պայքարի անունը սկզբից փոխելու ենք հներ։ Եվ Արեն Մկրտչյանը Կասկադի ցույցից հետո ասաց, որ առաջին բան, որ պետք է փոխենք, այդ մեր սլոգանն է, եւ փոխում ենք, որովհետեւ հասկանում ենք, որ չի աշխատում։ Շատ հաճախ այդ նման բաները զգում ես այդ ընթացքում, հա։ Եվ մտածեցինք, որ հենց Դավիթ Հովանեսյանի կողմից առաջարկած Մերժիր Սերժինը լավագույն տարբերակն է։ Եվ վարչապետի հետ այս միավորվելու պահը եղել է իսկապես բնական եւ սլոգանները հրաշալի աշխատել են, ինչը շատ հաճախ կարող է մտածեք, որ մտածածին է, կազմակերպած է, բայց իսկապես աշխատել է ընդառաջ գնալով վարչապետի քայլերթին սլոգանները եւ հետաքրքիր որ բոլորը մտածում են, որ ինքը սինխրոն աշխատող տարբեր խմբեր են եղել, հաստատեն առանձին եւ ես էլ հետո նայել եմ տարբեր հարցազրույցներ, թե չեմ սխալվում, պարոն Սիմոնյանը պատմում է, որ առաջին մեր ցույցին եկել է, նայել է, ուզել է հասկանալ ովքեր են, ինչ են անում, ինչ են։ Եվ առաջին ցույցը մենք գնացինք քայլելով Ամիրյանի վրա նստեցինք, փողոցը փակեցինք, հետո գնացինք դեպի ՀՀԿ-ի շտաբ ցույցով եւ ինքը շատ մարդաշատ չէր, անկեղծ ասած։ Մեր նաեւ միտքներ, որ մենք տարբեր տեղերում կենտրոններում օրինակ լանչի ժամին դուրս կգանք, ցույցեր կանենք, իրազեկման ակցիաներ եւ այլն։ Եվ ըստ էության քաղաքական ուժի կողմից նկատվել է։